Այս մեր բալիկների մոտ 30%-ը ոչ վերբալ են լինում, պայմանավորված իրենց ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, իրենց անհատական կենսաբանական հիմքերով։ Դրա համար, որ կապենք միայն միջամտության բացակայությունը կամ սխալ միջամտություններ, որ երեխան այդպես էլ չխոսեց, դա սխալ կլինի։ Այո, բայց թվային տվյալները դա պոտենցիալ ուներ, բայց չաշխատեցինք այդ պոտենցիալի վրա եւ իրեն դարձեցինք արդեն իսկ նման կենսաբանական խնդիր ունեցողին։ Այո, իսկ ինչ վերաբերվում է ձեր հարցի սկզբնական մասին, որն է կարևորությունը, հա, վաղի եւ երբ սկսել։ Վաղ սկսել կարելի է հենց սկսել 1.5 տարեկանից, երբ որ արդեն նկատում է ծնողը, որ երեխան բառեր չասելուց բացի նաեւ չի արձագանքում իր անվանը, նաեւ համատեղ խաղի չի ներգրավում, չունի լսողության խնդիր, բայց չի արձագանքում։ Այո, չունի խոսքի, հա, խոսելու խնդիր, հա, բայց նորից չի խոսում։ Այո, կարող է Սա նշաններն են, որոնք պիտի հասկանալ, որ կա աուտիզմի սպեկտրի խախտում, այո։ Հնարավոր է լինի, այո, եւ պետք է տագնապել, այո, ահազանգ անել եւ դիմել մասնագետին, որովհետեւ հենց այդ շրջանից սկսած ամեն մի օրը, ինչպես նշեցի, շատ կարեւոր է երեխային փոփոխություններ գրանցելու համար, եւ մտավոր, եւ հաղորդակցական, եւ սոցիալական, եւ տարիքին համապատասխանեցնող խաղի համար։